Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ շատ մեծ հյուրընկալվելու համար։ Պարոն Մեհրաբյան, ընտրություններից հետո իշխանությունը հայտարարեց, որ ստացել է հանրության վստահության մանդատ, իսկ ընդդիմությունը նորից խոսեց ընտրակեղծիքների, խախտումների մասին։ Ձեր գնահատմամբ ընտրությունների արդյունքները քաղաքական ճգնաժամի ավարտի մասին էին, թե նոր փուլի։ Արդյունքներին անդրադառնալուց առաջ պետք է ընդհանուր ընտրական գործընթացը գնահատել, որովհետև ընտրությունները դա միայն քվեարկության օրը չեն ու զուտ քվեարկության process-ը չի։ Նույնիսկ այն քարոզարշավն էլ չի, շատ ավելի վաղ, սկսում է գրանցման պահից։ Եվ այստեղ այո հարցեր են առաջանում։ Հարցեր են առաջանում հետևյալ պատճառով, հարցեր, որոնք հենց ինքը իշխանությունն է ֆիքսել, որպես մանդատ ունեցող ժողովրդի այդ հարցերը լուծելու համար։ Այն է ապահովագրել ընտրությունները արտաքին միջամտությունից։ Իշխանությունը ֆիքսեց, որ Հայաստանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ։ Այդ փաստն արձանագրեց ուղղակի։ Եվ խնդիրը դնելով նաև համագործակցեց Եվրամիության հետ եւ այդ համագործակցության արդյունքում Հայաստանում ծավալվեց առաքելություն, նոր առաքելություն։ Այն եղածին գումարվեց եւս մեկը, որը զբաղվում է դիմակայունության, կիբերհարձակումների եւ դեզինֆորմացիայի դեմ պայքարի կարողությունների մեծացման վրա մեր իշխանությունների, բայց ինչպես տեսանք, ընտրությունները ուղեկցվեցին մի աննկարագրելի մի ասպատակությամբ Ռուսաստանի կողմից, ընդ որում թե անմիջապես դրսից, թե նաև իր հովանավորությունը վայելող այսպես կոչված քաղաքական ուժերի կողմից։ Պետությունը քաղաքական պատշաճ գիտակցում չդրսևորեց, որ այդ ուժերը ազգային անվտանգության սպառնալիք են, եւ դրանք պետք է փակվեն, դրանք պետք է լիկվիդացվեն, դրանց չպետք է տրվի ընտրության մասնակցի կարգավիճակ։ Միայն հենց այդ Ռուսաստանի հովանավորության փաստով եւ ռուսական օրակարգեր առաջ տանելու փաստով։ Դա էլ բավարար չէր, եկավ հաջորդ ծանրակշիռ հիմքը դա անելու, դա զանգվածային ընտրակաշառքն էր, որը մինչև հիմա շարունակվում է։ Որը մինչև հիմա այդ բացահայտումները շարունակվում են եւ դեռ երկար կշարունակվեն եւ ըստ էության արկախված հարց է մնում։ Սա ինչ էր, ինչ որ ինքնագլուխ մարդիկ ի հեճուկս իրենց ազնվագույն առաջնորդների իրենց գրպանի փողը, հա, կամ դոշակի տակ դրած փողը հանում եւ ինչ որ տալիս էին մարդկանց։ Իսկ հիմա ինչու է շարունակվում ընտրակաշառք տալը։ Հիմա ոչ թե շարունակվում է ընտրակաշառք տալը, հիմա շարունակվում են բացահայտումներ այդ եղած ընտրակաշառքի։ Հիմա ինչ ընտրակաշառք, ընտրությունն ավարտվել է։ Հիմա նրանք ոչինչ չհասնելով ընտրությունների ընթացքում հիմա լծվել են Ռուսաստանի ցուցումով, ես դա պնդում եմ, որովհետև այստեղ օրակարգերի սինխրոնիզացիան ուղղակի մակերեսին է։ Նրանք անցել են ընտրությունների ապալեգիտիմացման արշավի։ Այդ արշավն էլ կփակվի սահմանադրական դատարանի ինչ-որ վճռով, հա, որպես շրջափուլ։ Դրանից հետո նրանք կարծում են մի փորձ կանեն կամ հիմա, եթե շոկն էլ խանգարի, ապա աշնանը ինչ-որ նենց փողոցային խորեոգրաֆիա կազմակերպել, ցույց տալ, թե չգիտեմ ինչ, ում ինչ ապացուցել կամ իրենց հայրիկին հաշվետվություն ներկայացնել իրենց իբր ակտիվության մասին, հա, դա էլ կավարտվի եւ կլինի Չեռնոմիրդինի նման, հա, ուզում էին
որ լիներ հնարավորինս լավ, սակայն ստացվեց ինչպես միշտ։ Բայց մյուս կողմից էլ պետությունն այստեղ անելիքներ ունի։ Բավական է ընտրողների վզից կախտա քեզ ամենը։ Սա Ժան Տախտ է, որը համաճարակի պես եկել մտել է մեր երկիր եւ վարակել կես միլիոն մարդու։ Ընտրակաշառքի ձևով, դեզինֆորմացիայի եւ ռոպագանդայի ձևով, ինչպես նաեւ առանձին այսպես մոլերանդ մարգինալների ներգործության բերումով, որոնց պետք է մեկուսացնել հասարակությունից, որովհետեւ Հայաստանում չի կարող լեգալ գործել մարդ հրապարակայնորեն կամ մարդկանց խումբ, որը քարոզում է պետության լիկվիդացիա։ Չի կարող նման բան լինել։ Հայաստանը, որպես պետություն, այստեղ պետք է լինի զինված, թե համապատասխան օրենսդրությամբ, թե իրավակիրառական մեխանիզմներով դա թույլ չտալու համար։ Ես առիթ ունեցել եմ մամուլի հետ իմ շփումներում դրա մասին խոսել եւ ավելորդ չեմ համարում կրկնելը դա։ Ժողովրդավարությունը բարիք է եւ այն պետք է զինված լինի բռունցքներով ուղղված ժողովրդավարության թշնամիների դեմ, ուղղված նրանց դեմ, ովքեր պարազիտանում են ժողովրդավարության վրա, ժողովրդավարությունը սպանելու համար։ Այդ բռունցքը պետք է իջնի օրենքի տառին համապատասխան նրանց գլխին, այնպես ինչպես դա զարգացած ժողովրդավարություններում է տեղի ունենում։ Եվ ժողովրդավարությունները զարգացած են հենց այս օրենքի գերակայության ինստիտուտներով, որովհետև ժողովրդավարությունը առանց օրենքի գերակայության դա ուղղակի քաոս է եւ խիստ անպաշտ բան։ Վարդը, որ վարդ է, էլի օժտված է փշերով, որ ավանակները չուտեն, ճիշտ է։ Ահա։ Դե գնացեք եւ աշխատեք։ Պարոն Մեհրաբյան, այնուամենայնիվ, ինչու է ընդդիմությունը շարունակում վիճարկել, հա, ընտրությունների արդյունքները։ Դուք դրա համար տեսնում եք քաղաքական կամ իրավական հիմք։ Պսևդո քաղաքական հիմքեր տեսնում եմ, քաղաքական ոչ, իրավական ոչ։ Եվ նրանք դա կհամոզվեն, երբ կառուցակվի սահմանադրական դատարանի վճիռ։ Արդեն 7 ուժ դիմում է ներկայացրել, 7 ուժ չէ, 6 ուժ, իսկ մենք ուրիշ հարցով ենք։ Ինչ եք ակնկալում։ Մենք այդ մեխանիկական սումմացիայի համաձայն չենք։ Մեզ չի կարելի նրանց հետ խառնել։ Մենք դիմել ենք սահմանադրական դատարանին, որպեսզի այս մասշտաբային ընտրակաշառքների ազդեցությանը գնահատական տրվի։ Երկրորդը, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ընտրությունները դա, ինչպես ասացի, մենք քվեարկությունը չի։ Միայն արկղի մեջ քվեաթերթիկը իջեցնելը չի, հետո հաշվելը չի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն հաշվելու համար չի, կամ չգիտեմ, թերթիկները տեղ հասցնելու, ինչ էլի լավ էլ չի արել, փաստորեն բարձվում է։ Դրա փոխարեն, ասենք, կարելի էր այն մոտոցիկլետներով առաքիչների վարձել, իսկ այդ հաշվողների տեղն էլ առնել մի հատ կալկուլյատոր, հա, կամ օպերատորների բերել եւ Excel-ի մեջ մտցնել կհաշվեր իրանց փոխարեն, հա, դրա համար ամենևին պետք չէր այդ մարմինը։ Նրանք պետք է հետևեին ընտրությունների օրինականությանը եւ սպառնալիքների դեպքում միջոցներ ձեռնարկեին, դիմելով իրավապահ մարմիններին, դիմելով դատարաններին, արեցին ոչ։ Իսկ հիմա ինչ եք անկկալում սահմանադրական դատարանից։ Հիմա մենք սահմանադրական դատարանից ակնկալում ենք հետևյալ պատասխանը։ Ժողովուրդն է իշխանության եւ աղբյուրը եւ տերը։ Եվ ընտրությունն, ինչպես ասացի, միայն այդ քվեատուփ թերթիկ գցելու հետո հաշվելը չի։ Ընտրությունը դա բացառիկ մեխանիզմ է այդ իշխանությունը իրացնելու համար։ Հիմա հարց սահմանադրական դատարանին, այս ասպատակությունը, այս ընտրակաշառքները
Արդյոք չեն խաթարել մարդկանց իշխանության իրացման մեխանիզմը։ Հա? Որովհետև այս ամենը կարել է զանգվածային բնույթ։ Եվ իրավապահ մարմինները իրենց հերթին պետք է մի հատ շատ բարձ հարցի պատասխան տան։ Ումներ այդ փողը, որ բաժանում էին։ Ումներ կամ ուզում էին բաժանել։ Այդ հարցի պատասխանը պետք է տրվի։ Գլուխնով է դրա, չէ՞։ Ի վերջո մեր պետությունը այո պետք է կարողություն դրսևորի զանազանել հանցավորությունը կազմակերպված հանցավորությունից։ Իսկ այն այսպես կոչված կուսակցությունները, որոնց գործունեությունը բնորոշ է ոչ թե կուսակցության, այլ կազմակերպված քրեական խմբավորմանը, դա պետք է լիկվիդացվի ուղղակի։ Ձեր գնահատմամբ Սահմանադրական դատարանի որոշումը կարող է փոխել քաղաքական իրավիճակը։ Սահմանադրական դատարանի որոշումը բոլոր դեպքերում շատ հարցերին վերջակետեր կդնի ընտրությունների հետ կապված, ըստ էության դե յուրե կավարտի նաև հետընտրական փուլը 1։ Երկրորդը սահմանադրական դատարանը ես ակնկալում եմ, որ կընդունի այնպիսի որոշում, որը կուժեղացնի Հայաստանի Հանրապետությանը եւ այդ որոշումը, որպես իրավաբանական փաստաթուղթ, ուղեցույց կհանդիսանա ապագա օրենսդիրների համար, որպեսզի Հայաստանին օժտեն այն օրենքներով, որոնք դեռ չկան, կամ այն լրացումներով, որոնք անհրաժեշտ են, նաև իրավակիրառական մեխանիզմներով, որոնք անհրաժեշտ է այս ասպատակությունները բնում խեղդելու համար։ Իսկ հետընտրական լարվածություններ հնարավոր Հետընտրական լարվածություններ ես ճիշտն ասած մեծ ներուժ չեմ տեսնում։ Ովքեր են լարողները։ Դուք լսել եք այդ ձայնագրությունները, չէ՞։ Դրանք լարվածություն ստեղծող են, չէ՞։ Իրենք հիմա համարում են կոնտրակտն ավարտված եւ ասում են մենք ձեզ չենք ճանաչում այլևս եւ չենք էլ ուզում ճանաչել։ Մենք ինչ պայմանավորվել էինք, դուք արեցիք ձերը, ես արեցի իմը, վերջ, հաջողություն, մինչ նոր հանդիպում։ Հա, բայց կա նաև, այո, այն մոլերանտ պետության հակառակորդների մի խմբակներ, որոնցով այո պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները, հակահետախուզությունը, նրանց աֆիլիացիան Ռուսաստանի հետ պետք է քննության ենթարկվի, նրանց կոռումպացվածությունը, այդ նախկին 20 տարի Հայաստանում իշխած կրիմինալ դիկտատուրայի այդ մնացուկները, պարագլուխները, այո նրանք պետք է վռնդվեն քաղաքականությունից։ Եվ մի լրացում, որ պարտադիր ես կարծում եմ պետք է արվի, դա այն ապօրինի գույքի օրենքը, ում վրա որ սկսել է ազդել, այո նրանք պետք է զրկվեն քաղաքական գործունեության, պետական պաշտոնների, տեղական ինքնակառավարման, կրթական եւ իրավական ոլորտում, այսինքն նույնիսկ փաստաբանի կարգավիճակում արգելք այդ գործունեության վրա, ցմահ, վերջ։ Հայաստանը պետք է այս վարակը մաքրի, դեզինֆեկցիան անհրաժեշտ է։ Մենք չպետք է 31 թվականի ընտրությունները Եվս արդեն երրորդ անգամ պետության լինել չլինելու ընտրությունների վերածենք։ Թույլ տանք, որ աղավաղեն։ Այս ընտրությունները այո դեֆորմացվեցին այս ռուսական ասպատակության, այս ժանտախտի ներխուժման պատճառով։ Պարոն Մեհրաբյան, ձեր կարծիքով ինչու ընդդիմադիր ուժերը չեն կարողանում մեծամասնություն ձևավորեն իշխանության հասցեին այս հնչող քննադատությունների ֆոնին։ Ընդդիմադիր, ո՞րն է ընդդիմադիր։ Ձեր կարծիքով սրանք ընդդիմության, այո, կա, բայց ես ասում եմ, ընտրությունները ձևախեղվեցին եւ ընտրություններ հետեւյալը, հա, պետություն պետք է լինի, թե ոչ։ Եթե պետք է պետություն լինի, ընտրեք Փաշինյանին, հակառակ դեպքում դուք ընտրում եք Պուտիններին։ Պուտին համար 1, Պուտին 2, Պուտին 3, Պուտինի ձակ
1, 2, 3, չեն այն մերձ քաղաքական դալալությամբ եւ բոշությամբ զբաղվող առանձին խմբակներ, որոնք էլի ղալմաղալ էին եւ այն բեք վոկալն էին, հա, այդ ամեն ինչ։ Համասում եք հանցագործ, համասում եք մաֆիոզ, ասում եք մարդասպան, ասում եք կոռումպացված, գործակալ։ Այդ ամենը ինչ ասեցիք, այդ ամենը հանցակազմա քրեական օրենսգրքով։ Ուրեմն, այստեղ կա երկու դեպք, երկու տարբերակ, կամ չեք ուզում, ինչը դժվար եմ պատկերացնում, որովհետև դա վտանգավոր կլինի իշխանության համար։ Եվ երկրորդը չեք կարողանում, կարողացեք։ Ոնց ուզում եք, կարողացող բերեք ձեր կողքը նստացրեք, թող ձեզ ասի ոնց է կարողանում, դուք էլ վերցրեք եւ արեք։ Ձեր գնահատմամբ քաղաքական դաշտում նոր ուժերի պահանջ կա։ Իհարկե։ Քաղաքական դաշտը մնում է աղճատված, դեֆորմացված, հենց այս ռուսական օրակարգերը սպասարկող սուբյեկտների կողմից եւ դա խաթարում է քաղաքական process-ը Հայաստանում ամբողջությամբ։ Սրանից պետք է մաքրել, ել եմ ասում, քաղաքականությունը պետք է մաքրել աղբից։ Ահա թե ինչ է անհրաժեշտ։ Պարոն Մեհրաբյան, ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը, բայց միաժամանակ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ Սեդա Սաֆարյանը նույնպես պետք է չմասնակցի այդ ընտրությունների վիճարկմանը, քանի որ եղել է Շիրինյան Բաբաջանյան դաշինքի պատգամավորի թեկնածու։ Համաձայն եք այդ գնահատականին։ Չէ, համաձայն չեմ։ Որովհետև ըստ Ռոբերտ Քոչարյանի ուրեմն պետքա, ասենք, ինքը դառնա դատավոր ու ինքը դատի, որ արդար համարի։ Չհասկացա։ Թե Աղվան Հովսեփյանն լինի, որ իր սիրտը հովանա, հա։ Չհասկացա։ Դեռ խոսալու տեղ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը չի որոշում, ով ինչ պետք է անի եւ պետք է չանի։ Ռոբերտ Քոչարյանի որոշելու ժամանակները անցել են։ Իրեն չեն ասում ուղղակի, որ տրամադրությունը չփչանի։ Իսկ ինչու Ռոբերտ Քոչարյանը քայլեր չի ձեռնարկում, դուրս չի գալիս փողոց, հանրահավաքներ չի իրականացնում։ Օրինակ Աղվան Հովսեփյանին ասի իր համար գա միտինգ անի, հա կարող ասել, ելի մի երկու հոգ, ուրիշ։ Հա, եւ մի երկու դաշնակ։ Ուրիշ։ Օրինակ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկայում ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությամբ անելու է ուժեղ եւ վստահելի հանրահավաք։ Քանիսը։ Էլի, այսինքն էլի մի 100 հատ ձայնագրությունն էլ արդեն դրա հետ կապված կլսենք, հա։ Ձեր կարծիքով այդ հանրահավաքը ինչ կարող է Չկա տենց ոչ մի բան։ Էլ եմ ասում, դա հանրահավաք չի, դա փողոցային խորեոգրաֆիա է, որը քաղաքականության հետ կապ չունի։ Պարոն Մեհրաբյան, հետընտրական այս փուլում ավելի Եվ չունի քաղաքական բովանդակություն որպես այդպեսին։ Հետընտրական այս փուլում ավելի հավանական եք տեսնում քաղաքական կայունացում, թե նոր ներքաղաքական բախումներ։ Կարծում եմ շատ բան այստեղ կախված է լինելու հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքից։ Հայաստանն ունի բոլոր ռեսուրսները Ռուսաստանի հետ ուղղակի կապեր է խզելու համար, այնպես ինչպես խզել է անվտանգային եւ ռազմատեխնիկական եւ պաշտպանական ոլորտներում, որ թվում էր ամենակրիտիկական ոլորտներ, չէ, առանց դրա դե բայ ինչ պետք է անենք, արեցինք։ Չէ, ոչ թե արել վերջացրել ենք։ Ինչն է, տնտեսականն է մնում։ Աշխատել է պետք։ Երբ որ ժամանակին ասվում էր, չէր լսվում։ Գնում կախվում էին, հետո ասում են դե կախված ենք, դե չկախվեիք։ Գլոբուսը 4 կողմ ունի, չէ՞։ Ոչ թե միայն հյուսիս։ Աշխարհն էլ կլոր է, չէ՞, ոչ թե տափակ։ Աշխատեք։ Խաղաղությունը մեզ տվել է այդ անսահման հնարավորությունը եւ այս խաղաղության գործընթացը, որը պետք է աչքի լույսի պես պահել, այս հարցերը լուծելու համար։ Այո։
Եվ այդ վարակի աղբյուրի հետ ընդհանրապես հաստատապես կարելի է գործ չունենալ երկար ժամանակ, քանի այնտեղ այդ դեֆաշիզացիան տեղի չի ունեցել։ Մենք ֆաշիստական պետության հետ այս կրիտիկական աստիճանի կախվածությամբ վտանգում ենք մեր ներքին կայունությունը, մեր տարածաշրջանային կայունությունը, մեր բոլոր օրակարգերը արտաքին քաղաքական, որովհետև բոլոր հարցերով մենք Ռուսաստանի հետ ունենք անհամատեղելի հակասություններ, անհամատեղելի փոխբացառող հակասություններ։ Մենք Ռուսաստանի հետ չունենք ոչ նպատակների ընդհանրություն, ոչ շահերի ընդհանրություն, ոչ էլ Աստված մի արածցե արժիքների։ Վերջ։ Հայաստանը Ռուսաստանի հետ կարող է ունենալ այն մակարդակի եւ ծավալի անվտանգ մակարդակի եւ անվտանգ ծավալի հարաբերություններ, ինչ որ ասենք, չգիտեմ, հարևանի հարևան ով է, ասենք թե ունի օրինակ Չեխիան։ Հաստատապես։ Մենք չունենք դրա կարիք եւ չենք ունենալու եւ չպետք է ունենանք դա փող արժենալու, այո, բայց ներողություն, պետությունը, անկախությունը, ժողովրդավարությունը, ազատությունը գին ունի։ Ձրի չի լինում, հասկանում եք։ Մենք ասացինք, չէ, որ մենք ելակը մեր պետության հետ չենք փոխում, ճիշտ է։ Հիմա որոշեք, մենք պամիդոր ծախելն է մեր առաջնահերթությունը, թե այնուամենայնիվ պետությունը։ Ունես պետություն, միտեղ կծախես այդ պամիդորդ, պայմանական պամիդորդ։ Էլ չեմ ասում, այնպես չպետք է լինի, որ մեր տնտեսությունն էլ ասենք կախված լինի, թե Ռուսաստանը մեզանից պամիդոր կառնի, թե չէ, կամ մի այլ երկիր կառնի, թե չէ։ Պետք է առաջ գնալ։ Իսկ դրա բոլոր նախադրյալները, բոլոր պայմանները, բոլոր ռեսուրսները, ներքին էլ, արտաքին էլ կան, պետք է հմտորեն կառուցել քաղաքականությունները, եւ դրա հնարավորությունն էլ եւս կա։ Եվ մեր կուսակցությունն էլ այդ իմաստով այնպես ինչպես Եվրաքվեի այդ արշավի ժամանակ էր, որ մենք առաջնորդվել եւ առաջնորդվում ենք պետական օրակարգով։ Եթե տեսնում ենք բացը, այդ բացը լրացնում ենք մեր ռեսուրսով։ Եվ հիմա սկզբից մենք չէինք հասկացվում, իսկ հետո այդ օրենքը, հա, այդ նախաձեռնությունը, որ ավարտվեց օրենքի ընդունմամբ, վերածվել է մեր պետության ձեռքի այն կարևորագույն հաղթաթղթերից մեկին եւ դեռ երկար ժամանակ է այդպիսինը լինելու։ Սա քաղաքական ակտիվ է, դիվանագիտական ակտիվ է, որով մենք մեր նախաձեռնությամբ զինել ենք մեր պետության, այս պետությունը նաեւ մերն այլ ոչ թե միայն իշխանությունը։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Մեհրաբյան, ընդդիմության մի հատված կարծես արդեն նախապատրաստվել է սահմանադրական փոփոխությունների դեմ ոչի շարժում նախաձեռնելով։ Ինքն այդ կողմ եք այդ փոփոխությունների։ Մի կոչեք ընդդիմություն։ Էլ եմ ասում, այն Ռենե Դեկարտն էր, չէ, ասում հստակեցրեք սահմանումները եւ կվերանան վեճերի 90%-ը։ Դա չի կարելի կոչել ընդդիմություն, հասկանում եք։ Մենք ընտրություններին մասնակցեցինք ընդդիմափոխության օրակարգով, որովհետև Պուտինն ուզում էր զավթել մեր պետությունը, չստացվեց, զավթեց ընդդիմությունը։ Հիմա զավթած է պահում ընդդիմությունը նաև 26 թվականի ընտրությունների արդյունքում։ Այ մենք դա եւս վիճարկում ենք։ Դրանց մի կոչեք ընդդիմություն։ Այնուամենայնիվ, ոչ իշխանականները, այսպես ասեմ, կարծես սկսել են նախապատրաստվել սահմանադրական փոփոխությունների դեմ ոչի շարժում նախաձեռնելով։ Ինքներդ կողմ եք այդ փոփոխությունների։ Տեսեք, ես կհասկանայի, եթե նրանք ինչ որ լիներ նախագիծը, նրանք բերեին իրենց կոնտր նախագիծը, կամ նշեին կոնկրետ հոդվածներ, որոնց հետ իրենք համաձայն չեն եւ առաջարկեին իրենց տարբերակները, ես դա կհասկանայի։ Ընդդիմությունը ոչ պակաս պատասխանատվություն ունի հանրության առաջ իր գործունեության
եւ դրա արդյունքների համար։ Սա դիմություն չէ հենց նաեւ դրանով։ Սրանք մի թոք են գցված պետության վզից, որ պետությունը ոչինչ չանի։ Ոչինչ չկարողանա անի։ Ոչինչ չուզենա անի։ Եվ սահմանադրության նկատմամբ իրենց վերաբերումը պայմանավորված է նաեւ դրանով։ Իրանք դեմ են սահմանադրությանը, մինչդեռ մեր սահմանադրությունը ուղղակի լավը չի, հասկանում եք, վատնա որպես փաստաթուղթ։ Այսինքն դուք եք կողմ փոփոխություններին։ Չէ, փոփոխությունների չէ, մենք կողմ ենք նոր սահմանադրությանը։ Մենք կողմ ենք պետության վերահիմնադրմանը, հա։ Պետությունը այո պետք է թոթափի այն կոնֆլիկտային եւ կոնֆլիկտածին համատեքստերը, հա, որոնք անխուսափելիորեն կային 90-91 թվականներին, հա, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ըստ էության կոնֆլիկտի բովում, պատերազմի բովում։ Եվ այդ հիմնադրման գործընթացը իր վրա կրում էր դրա ազդեցությունը անխուսափելիորեն, դա օբյեկտիվ էր։ Այնպես ինչպես հիմա է օբյեկտիվ, այո, այս հիմնադրմամբ պետության մենք հարատևություն ապահովենք Հայաստանի Հանրապետության համար։ Հարատևություն խաղաղության, համագործակցության, փոխկապակցվածության, ժողովրդավարության պայմաններում, բռնելով եվրոինտեգրման ճանապարհը, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական դաշինքի ձևավորման, ինչպես նաև ժողովրդավարությունների, ազատ եվրոպական ժողովուրդների ընկերակցության հետ համագործակցության ճանապարհը, ասիական ժողովրդավարությունների, նաև մեր առանց բացառության բոլոր հարևանների հետ ներդաշնակ հարաբերությունների ձևավորումը։ Ինչպես տեսակ, այս ամենում Ռուսաստանը ոչ միայն դեր չունի, այլ Ռուսաստանի դերը այստեղ կարող է լինել միայն եւ բացառապես դեստրուկտիվ եւ չարորակ։ Մենք պետք է զերծ մնանք այդ ազդեցությունից։ Մենք չպետք է մոռանանք, երբ խոսում ենք Հայաստանի անկախությունից, մենք անկախացանք ումից։ Մենք մոռանում ենք դա։ Մոռանում ենք։ Եվ պետք է այս ամենը ավարտել, այո, դա պետք է դարձնել անշրջելի, որովհետև Ռուսաստանը վռնդում է դռնից, մտնում է պատուհանից։ Պատուհանիցս վռնդում, չգիտեմ, օդանցքից է գալիս, օդանցքիցս վռնդում կանալիզացիայից է դուրս գալիս։ Պետք է ճանապարհները փակվեն նրանց համար, չէ՞։ Պատմական փորձն էլ ցույց է տալիս Ռուսաստանն ինչպես է վարվում իր հարևանների հետ։ Նա վերաբերվում է նրանց կամ որպես վասալների, իսկ եթե վասալ չեն, ապա թշնամի։ Երրորդը տրված չի, այդ բոլոր այդ իլյուզիաները մի կողմ դրեք, բալանսավորումները։ Վարակի հետ չեն բալանսավորում, վարակի դեմ պայքարում են եւ վերացնում։ Չկա ուրիշ ճանապարհ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Մեհրաբյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։